Արարատ բանկն ու Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը հայտարարում են նոր $25 միլիոն վարկային պայմանագրի ստորագրման մասին, որով շարունակում եւ ընդլայնում են երկարամյա համագործակցությունը բիզնեսի ֆինանսավորման ոլորտում։ Նոր վարկային միջոցների 40%-ը կուղղվի կանաչ ծրագրերի, իսկ 60%-ը սոցիալական անհավասարության կրճատմանը ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը։ Արարատ բանկի գործադիր տնօրեն Մեհեր Անանյանը նշեց, որ FMO-ի հետ երկարատև համագործակցությունը նոր փուլ է մտնում այս պայմանագրով։ Նրա խոսքով այս պայմանագրով կաջակցեն կին ձեռներեցներին, միկրո, միջին եւ փոքր բիզնես ունեցող ձեռնարկատերերին։ Այստեղ ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ նաեւ տեխնիկական աջակցություն, մասնագիտական առումով մեր աշխատակիցների վերապատրաստում, ավելի հարցերին ճկուն մոտենալու եւ ըստ էության մենք պատրաստում ենք ծրագրերի իրականացումը եւ վարկառուներին եւ աշխատակիցներին, որպեսզի բոլորս միասին կարողանանք հաջողենք։ Անանյանի խոսքով Արարատ բանկի համար ռազմավարական նշանակություն ունի կանաչ եւ սոցիալապես կարևոր ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրի կայուն զարգացմանը եւ կնվազեցնեն սոցիալական անհավասարությունը։ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի FMO-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Ռուհի Քոզգունն նշեց, որ FMO-ի եւ Արարատ բանկի միջև ամուր եւ հաջողված գործընկերությունը մեկնարկել է 2014 թվականից։ Մենք շատ գոհ ենք ծրագրի արդյունքներից։ Հակառակ դեպքում 10 տարի շարունակ վարկային միջոցներ չէինք ուղղի Արարատ բանկին։ Մենք ուսումնասիրել ենք նաև նախորդ տարիների արդյունքները, դրանք իսկապես նպատակային են ծախսվել։ Մենք նախատեսում ենք հաջորդ տարի ավելի շատ ֆինանսական միջոցներ տրամադրել Արարատ բանկին։ Ես կարծում եմ, քանի որ Հայաստանի տնտեսությունն աճում է, զարգանում է, կավելանա ֆինանսների նկատմամբ պահանջարկը, եւ մենք հույս ունենք, որ կկարողանանք աջակցել Հայաստանի տնտեսությանը։ Հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք կրկին բազմաթիվ գործարքներ կնքել Արարատ բանկի հետ, քանի որ այն մեր հուսալի գործընկերներից է։ Երկու ֆինանսական հաստատությունների համագործակցությունը սկսվել է $15 միլիոն վարկային պայմանագրով, իսկ Նասիրա վարկային պորտֆելի երաշխիքի շրջանակում ընդհանուր ֆինանսավորումը կազմել է մոտ $35 միլիոն, շուրջ 1500 փոքր եւ միջին ձեռնարկատերերին եւ գյուղատնտեսական ձեռնարկություններին ավելի քան 2000 վարկ։ Մինչեւ այսօր FMO-ից ներգրավված ընդհանուր գումարը կազմում է ավելի քան $100 միլիոն։